Առավոտը ժամը 6:30-ից մեզ մոտ արդեն իսկ զինվորական կարգով վեր կացա, դրանից հետո իրանք պատրաստվում են նախաճաշ ու ճանապարհում եմ Զորամաս դեպի։ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքում ապրող Ղազարյանների ընտանիքի առավոտներն այսպես են սկսվում։ Միշտ ծառայավայր գնալը եղբայրները նախ սեղանի շուրջն են նստում։ Տիկին Գայանեն որդիների հետ հաճախ է խոսում հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցման մասին։ Զինվոր լինելը բոլոր տղաների պարտքն է, որ բոլոր տղաները չափահաս դառնալով պետք է իրենց հայրենիքին իրենց պարտքը տան։ Ես ինքս էլ անցել եմ ծառայության միջով, ծառայել եմ, ես հիմա այլ կրկնակի պատիվ է իմ համար, որ իմ երկու որդիներն էլ են ծառայում։ Արենը եւ նրա կրտսեր եղբայր Վանուն ծառայում են Պաշտպան հայրենիաց ծրագրով։ Ծրագրի մասին Արենը տեղեկացել է ժամկետային ծառայության ընթացքում, գնահատել է առավելությունները եւ որոշել է շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքներով։ Նրա քայլն օրինակ է դարձել նաեւ եղբոր համար։ Իրար հետ ծառայության ենք գնում, դժվարություններն ենք հաղթահարում, միասին անցնում ենք այս ճանապարհը։ Կատարի։ Արենը որպես կրտսեր սերժանտ ծառայում է հրաձգային ստորաբաժանման կազմում։ Ծառայության 3 տարիների ընթացքում ձեռք է բերել բազմակողմանի գիտելիքներ, բարելավել ֆիզիկական կարողությունները։ Նրա ամենօրյա պատրաստությունը վկայում է, որ ծրագրի շնորհիվ ձևավորվել է նոր որակի զինվորական ծառայություն։ Ծառայության մեջ մեծ հաջողությունների եմ հասել, կարող եմ նշել հենց մեկը կրտսեր սերժանտի կոչումը, պատրաստ եմ ցանկացած պահի կատարեմ այն առաջադրանքները, որ իմ առջև կդրվեն։ Պաշտպան հայրենիացը յուրաքանչյուր երիտասարդի երաշխավորում է ոչ միայն մասնագիտացում եւ ատեստավորում, այլ նաեւ բարձր աշխատավարձ եւ սոցիալական երաշխիքներ։ Արենն արդեն ատեստավորվել է եւ նպատակ ունի առավել բարձր արդյունքների հասնել, ապագան ամուր հիմքերի վրա կառուցելու համար։ Ծրագիրը շատ լավ ծրագիր է, գիտակցաբար եմ ընտրել այս ծրագիրը, որովհետեւ լիքը արտոնություններ է տալիս զինվորին։ Մինչ Արենը վարժադաշտում է, կրտսեր եղբայրն իր ստորաբաժանման կազմով բանակային դիրքերում է։ Վանուն մասնագիտությամբ գնդացրորդ է։ Հայրենիաց պաշտպանը ոգևորությամբ է խոսում ընթացող բարեփոխումների մասին, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել ինչպես իր, այնպես էլ բազմաթիվ զինծառայողների վրա։ Առավելություններից հենց մեկը նշեմ, ատեստավորումից հետո բարձր աշխատավարձ ստանալը, նաև առողջապահության ապահովության փաթեթը եւ մեր եւ ընտանիքի համար։ Պաշտպան հայրենիաց ծրագրի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ծառայության վայրը, ինչի շնորհիվ զինծառայողը կարող է մոտ գտնվել իր տանն ու ընտանիքին։ Պետությունը շատ լավ ծրագիր է մտածել, սա մեծ շանս է, որպեսզի մեր տարածքում, մեր հող ու ջրին, մեր ծանոթ տարածքում ծառայենք, դիրքերը միշտ պահենք զգոն ու ամուր։ Վանոյի խոսքով դիրքում առավել քան զգոն պետք է լինես եւ գիտակցես, որ կողքիդ կանգնած բոլոր տղաները քո եղբայրներն են։ Ծառայությունը անցնում է շատ լավ, միջավայրը շատ լավն է։ Հրամանատարական կազմը միշտ մեզ օգնում է, մեզ թևութի կունքա, որպեսզի մենք միշտ կարողանանք մեր ծառայությունը լավ կատարենք։ Այսպիսով եղբայրների օրինակը եւս փաստում է։ Ծրագիրը ձևավորում է նոր մտածողություն, համադրելով բարեկեցիկ կյանքն ու պատվաբեր առաքելությունը։ Ծառայության ավարտին պետությունը յուրաքանչյուր եղբորը կհատկացնի 5 միլիոն դրամ պատվովճար։ Այն ծառայելու է Ղազարյանների ընտանիքի երազանքների իրականացմանը, նոր տուն կառուցելուն։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ